Ազգային ժողովում այս տարվա ձմեռ պապը Ալեն Սիմոնյանն էր։ 3 միլիոն պարգևավճարները տվել է քեֆն արել ու ուղարկել վայելելու։ Մնում է հասկանալ, թե ինչ են ուզում քաղաքական գործիչները, որ ձմեռ պապը ոչ թե բերի, այլ տանի իր հետ հյուսիսային բևեռ։ Նիկոլ Փաշինյանին։ Սրտանց ուզում եք։ Հետաքրքիր է, մեր ընդդիմությանը։ Բոլորի։ Բոլորի նրանք այնտեղ շատ երջանիկ կլինեն, վստահ եմ ձմեռ պապիկը իրենց բոլոր ցանկությունները իրականություն կդարձնի։ Ում կուզենաք, որ ձմեռ պապը իր հետ տանի Լապլանդիա։ Հայաստանից հավաքի բոլորի ջղայնությունը եւ իր հետ տանի, լցնի իր պարկը ու տանի։ Մարդ պետք չի տանի, մենք մեր մարդիկ պետք են այստեղ։ Պարզ չէ, այս մեկ անձև կարծում եմ, իր բոլոր հետևանքներով, անունը չասեմ, այսօրվա Հայաստանի վարչապետին։ Թող ձմեռ պապը տանի իր երազանքները Լապլանդիայում իրականացվեն, մենք է վերականգնենք իրավունքի գերակայությունը մեր երկրում։ Այսինքն տաներ ու սառեցներ ընդեղ։ Չկաներ հետո։ Նայած, հետ չբերելու վերաբերյալ։ Այսօրվա իշխանության ներկայացուցիչներին, ամենակարկառուն դեմքերին, բոլոր, այո։ Ձմեռ պապը չի տանի, բայց 26 թվին շատերին ժողովուրդը իր քվեարկությամբ կտանի, որովհետև մենք նախընտրական տարի ենք ունենալու, նաև ընտրական։ Լապլանդիա տանի բոլոր երկակի ստանդարտները, ինչը որ օգտագործվում է։ Եվ հույս ունեմ մի քիչ էլ բարություն։ Մարդ չեք ուզում, որ հետը տանի ձմեռ պապը։ Որ դա տանի ավտոմատ իր հետ, այնքան մարդիկ Սիրելի ձմեռ պապ, ես ինձ խելոք եմ պահել։ Վստահեցրին Չարաճճի բալիկներն ու իրենց ամենակաղաքական նամակները խնդրեցին փոխանցել ձմեռ պապին։ Աղազարյանին թուղթը քչություն էր անում։ Եթե չի բավականացնում, պարոն Աղազարյան, մի հատ էլ թերթ տանք։ Ինչ հավես բան եք մտածել։ Աստված առաջ։ Աստված առաջ։ Այո։ Առողջ Բոլորի։ Հա, բասան են, այս թող առողջ են։ Ինչքան առողջ են Նիկոլն էլ, չգիտեմ մնացածն էլ, այնքան ավելի լավ կլես ասիա։ Շնորհակալ եմ։ Ազգային ժողովը անվստահություն հայտնի վարչապետին։ Սովորություն է։ Քվեաթերթիկների նման։ Շնորհակալություն։ Ինչ չէին գրել նամակում, փորձեցինք բարձել տեղում։ Ձմեռ պապիկից այս տարի ինչ եք ցանկանում, ինչ նվեր կուզեք ձեզ բերի։ Խաղաղություն, իրական խաղաղություն, ոչ միայն ինձ, ոչ միայն հայ ժողովրդին, ամբողջ աշխարհին։ Այսինքն նյութական ոչ մի բան չեք ուզում, 3 սենյականոց բնակարան, չգիտեմ, հյուսիսային պողոտայում ասենք, լավ մակնիշի մեքենա, բարձր պարգևավճարներ, աշխատավարձ։ Չէ, դες շատ բնակարան ուզում եմ, որովհետև չունենք, բայց բանը ոչ հյուսիսային պողոտայում պարտադիր չի, ասենք ձմեռ պապիկի նեղություն տակ այդքան ֆինանսական։ Չափնյակում։ Չափնյակում, ասենք Մասիվում, Դովտրաշինում։ Խեշ ձմեռ պապին ինչ անի, մեր ձեռի կրակն անգ է ձմեռ պապին այդքան նվերների ցանկությունների մեջ, ես իմ մասով իրան ոչ մի անհանգստություն չեմ պատճառում, ես նվեր չեմ ուզում։ Շատ խելոք բալիկներից եք, ձմեռ պապից դուք ինչ եք ուզում։ Ձմեռ պապիկից նենց հարցրեցիք բանը։ Հա։ Ձմեռ պապիկը մեզ կարաբերի երևի իրանից ոչ բան, ամեն ինչ մեզանից է կախված։ Կարծում եմ վերջին 7 տարիներին հատկապես հետպատերազմյան Հայաստանում բոլորիս ցանկությունը մեկ նույնական է, այո։ Ինչի՞ չէ, օրինակ հաղթանակ էս ընտրություններում։ Հա, բա ինչ։ Եթե այդպես ոնց որ ասում են ռասպաշլատակայապյանքը, ինչ է եղել։ Իսկ նյութական ոչ մի բան չեք ուզում։ Նյութական Շքեղ մեքենա, լավ պարգևավճարներ, աշխատավարձը սենց միլիոններ։ Չէ, մենակ հոգևոր եմ ուզում, մենակ այդքան ինձ հերիք է։ A few moments later. Եթե կարաք բան արեք, միջնորդեք, ասեք, ես դեմ չեմ, եթե մի հատ էլ տենց մի քանի միլիոն դոլար էլ ուղարկի, հա, ես դրան դեմ չեմ։ Կուզեմ, որ երկրի ղեկավարությունը գոնե 6 ամիսներին մի փոքր դառնա հայամետ ու ամենակարևոր բանը էլի ցանկությունը, ճիշտ է ձմեռ պապի հետ է կապված, բայց կուզենամ նորից մեր մոտ գերիշխի օրենքը։ Նյութական ոչ մի բան չեք ուզում։ Չէ, նյութական բան չենք ուզում։ Rolls-Royce, չգիտեմ, Bentley։ Չէ,
Bentley ոնց որ ուրիշ մարդիկ ունեն, ես չեմ ուզում։ Ես մի տեսակ ձմեր պապի դարձած մարդ, որովհետև օրինակ ես եմ նվերներ պատրաստում իմ աղջկա համար, իմ հարազատների համար, դրա համար երևի նյութական ոչինչ չեմ ուզենա, որ բերի ինձ ձմեր պապը, ինչպես ասացի, մեծ ցանկություն է եւ իհարկե միայն ցանկություն չէ, դա նաեւ արած գործի, հա, որպես արգասիկ պետք է տեսնենք գոյություն ունեցած ձեռքբերումները ավելի ամրապնդելը հատկապես խաղաղությունը, ինչպես ասացի։ Նյութական ոչ մի բան չեք ուզում, բարձր պարգևավճարներ, ասենք 6 միլիոն պարգևավճար, բաներ տիպի բաներ, աշխատավարձը դառնա 5 միլիոն։ Ես շատ կուզենամ, որ մեր երկրում այնպիսի իրավիճակ լինի, որ բոլորի աշխատավարձը բարձր լինի եւ պարգևավճարների հույսին որևէ մեկը պաշտոնյայից մինչեւ, չգիտեմ, առաջի կարգի մասնագետ չմնան այդ դրա հույսին։ Ես երբեք թե ձմեր պապից, թե ասուս նյութական ոչինչ չեմ խնդրել, քանի որ երբևէ ինչքան նյութական բան խնդրել եմ, ստացել եմ, հասկացել եմ ինչ հիմար բաներ, որ ես այսքան խնդրել եմ։ Մեր փոքրիկ խմբակը, որ ասել էր, բան են անում, գումարներ են բաժանում, ես այդ իմ 40,000 դրամն եմ ուզում նյութականից։ Հիշել եմ, ոնց որ չտվեցին ինձ, նորից չէի ուզելու։ Ես իմ 40,000-ն եմ ուզում։ Ես նյութական նվերներ չեմ ուզում եմ խաղաղություն, ուզում եմ երջանկություն եւ ուզում եմ, որ իմ շրջապատում բոլոր մարդիկ, բոլոր այն մարդիկ, ում ես հանդիպում եմ, լինեն առողջ, փորձանքներից հեռու եւ երջանիկ։ Այսինքն պարգևավճարներ, բարձր աշխատավարձ, չգիտեմ, ինչ որ տենց բաներ չեք ուզում։ Չէ, ես շատ հարմարվող մարդ եմ եւ իմ կյանքի ընթացքում ամենացածրից մինչեւ հնարավոր ամենաբարձր աշխատավարձը ստացել եմ, սա չի համարվում իմ ստացած ամենաբարձրներից եւ ես շատ արագ համակերպվում եմ յուրաքանչյուր եկամուտի շրջանակներում, կարողանում եմ իմ բոլոր պարտավորությունները իրականացնել։ Իսկ ում կուզենաք, որ ԱԱԾ-ն դիմակավորված ներխուժի բնակարան ծեփի պատերին, փռի ասֆալտին եւ այսպես քերելով տանի падվալները ԱԱԾ-ի։ Բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանի պետականությունը դնում են հարցականի տակ եւ որոնք արժանի են, որպեսզի ԱԱԾ-ն իր այդ գործիքակազմն օգտագործի։ Ես կոնկրետ անուններ չտամ, Հրպիսի մեջ եմ, բայց կուզեմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունվարի 1-ից սկսած գործի օրենքը, եթե պետք է գնա Նիկոլ Փաշինյանի հետևից, թող գնա։ Խնդիր չեմ տեսնում։ Ես նման իրավիճակներից լինեն նույնիսկ դրանք ընդդիմադիր, նույնիսկ ինձ վատ վերաբերվող մարդիկ նման իրավիճակներից հաճույք չեմ ստանում եւ սիրտս ամեն անգամ ցավում է, որովհետեւ բոլորն էլ մեր հայրենակիցներն են։ Ես ոչ մեկին, անգամ նրանց, ովքեր այս ոտնձգությունները կատարում են, ես իրենց չեմ ցանկանում իրենց նկատմամբ օրենքի խախտում։ Իրենք պատասխան կրելու են օրենքի առաջ, բայց օրինական ձևերով։ Ածեջ ես ակնկալում եմ, որ 2026 թվականի ընթացքում մի հատ սև պարկ նախատեսեն մոտ մի 2 մետր չափի, քաշեն Նիկոլ Փաշինյանի գլխին ու շատ հանգիստ բանտիկը կապեն վրան ու տեղափոխեն իրանց մեկուսարան։ Դա առանց բիրտ ուժ կիրառելու, առանց ուղղակի նույնիսկ ասենք իրան բուժող բժշկի հետ միասին, ասենք բժիշկը հանգստացնող նախապես մի հատ նյութ ներարկի, որպեսզի պացիենտը շատ ագրեսիվ չդրսևորվի այդ ժամանակ, դրանից հետո այդ պարկը դնեն գլխին, տեղափոխեն քնչական մեկուսարան։ Միակ ցանկը երևի, եթե դա կլինի այդ ձմեր պապիկի նվերը, այսինքն ես ձմեր պապիկից ուզում եմ, որ նա ոչ թե նվեր բերի, այլ իր բերածը տանի, եթե իհարկե դա ինքն է բերել, էլի։ Իսկ ում դոսիեն կուզենաք ԱԱԾ-ն հրապարակի 2026-ին։ Կարծում եմ տենց էլի մենք բոլորս բոլորի դոսիեների մասին ամեն ինչ գիտենք, պարզապես որոշների մասին ուղղակի մինչ այժմ բարձրաձայնված չէ, կամ բարձրաձայն չենք խոսում պարզապես։ Որևէ մեկի դոսիեի հետ կապված ես նոր բաներ չեմ սպասում, որ մի հատ բացահայտեն, նոր իմանանք։ Գիտեք, ես այդպիսի փորձ ունեմ 90-91 թվականին ի պաշտոնե որպես կենտկոմի քարտուղար, կենտկոմի առաջին քարտուղար այդ դոսիեներին ծանոթացել եմ։ Նիկոլ Փաշինյանի։ Որևէ մեկի ես դա էլ չեմ սիրում։ Տհաճ իրավիճակներ չեմ ուզում իմանալ ագենտներին հանեք ջրի։ Ինձ բնավ հաճելի չէ։ Եթե որպես
իշխանության ներկայացուցիչ եք հարցնում, ապա կարծում եմ, որ իշխանության համապատասխան մարմինները, պետության համապատասխան մարմինները իրենք գիտեն ինչ անեն, ինչ չանեն։ Ինձ համար որպես քաղաքացի նման իրավիճակները միշտ էլ տհաճ են եւ խորը այսպես դիսկոմֆորտ են ստեղծում։ Մի շրջան կար, որ ես ու Արարատ Միրզոյանը միաժամանակ վարչության անդամ էինք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ էինք։ Եվ ես վարչության անդամներից 2-3 հոգու ամենակիչը անձնական զորույցների ժամանակ ում հետ ավելի մոտիկ եմ եղել։ Ասել եմ, եթե առավոտյան ժամը 6-ին ինձ քնից հանեն, ես թափ տանս, պարոն Աղազյան, արտասեք բան եք հարցնում շուտ, արտանամ, ձեր վարչության մեջ կա մի հոգի ԱԱԾ-ի գործակալ, ով է, ես կասեի Արարատ Միրզոյանը, ես եթե ասել եմ ժամանակ, այդ ժամանակ ասել եմ, և հիմա չգիտեմ, Ցեյք գլխին։ ասել, իրա գործելա ոչինչ։ Երբ որ որևէ մեկը իր պետության դեմ համապատասխան քայլեր է անում իր ազգի շահերին դեմ, այդ դրանց դոսիեները պետք է միանշանակ այսօր բացահայտել։ Իսկ ում անձնական SMS-ները կուզեք, որ ամբողջ աշխարհը կարդա ու հենց հրապարակվի, ամբողջ չաթը։ Ուզում որ Նիկոլ Փաշինյանի բոլոր SMS-ները կես ճանապարհին մնան, տեղ չհասնեն, որովհետև դրանք շատ վիրավորական են, հակապետական են, իրանց ձևի մեջ եւ նաեւ անօգուտ են։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի այսպես կոչված ենթատեքստին, եթե ես ճիշտ հասկացա, որ SMS-ները նայեն, մտնեն տեսագրությունները նայեն հեռախոսի ոչ մեկի չեմ ցանկանում որևէ մեկի։ Կա մարդ, որի բաղնիքում կուզեն այդ թաքնված տեսախցիկներ լինեն եւ գաղտնալսումներ սպրդեին լրահոս։ Որևէ մեկի անձնական տարածքը չեմ ուզի, որ խախտվի։ Ես կարամ օգտվեմ իմ սահմանական իրավունքից չպատասխանելու այդ հարցին։ Լռելու իրավունքից չենք օգտվում մենք։ Գաղտնազերծում ենք հայտնիների նամակներն ու պաշտոնապես հանձնում Ձմեռ պապին։ Հրեղեն ձիու տարում թող կատարվեն նրանց մուրազները, որոնք սիրում են հային, Հայաստանն ու հայկականը։ Ռիփսիմե Ջեբեջյան, Իլյա Մանուկյան, Վազգեն Հովհաննիսյան, Tribune AM։